Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի հյուրն այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանն է։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունեցիք։ Թերևս դուք հետևել եք անցած 2 շաբաթների ընթացքում արտգործնախարարության հասցեին քննադատություններին, որ վերաբերում էր նրան, որ բանակը այսպես ասած չէր ստանում անհրաժեշտ տեղեկատվական այսպիսի աջակցությունը, որ շատ պասիվ էր նախարարության աշխատանքը, գործելավոճը ոչ համարժեք էր։ Ինչպես եք վերաբերվում այս քննադատությանը, հիմնավոր է այն ձեզ համար։ Ես պետք է ընդհանրապես ասեմ, որ իրականում ես կասեի նույնիսկ գիշեր-ցերեկ ռեժիմով աշխատանք է կատարվել։ Դրա արտահայտությունը նա է, որ եղել են շատ կարճ ժամանակահատվածում համապատասխան շփումներ, հիմնականում հեռախոսով, բնական է, ուրեմն բազմաթիվ երկրների արտգործնախարարների հետ, միջազգային կառույցների պաշտոնյաների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ առաջին հերթին այդ բոլորը արվել է հենց նախարարի մակարդակում։ Բացի դրանից, ուրեմն համապատասխան հանձնարարականներ անմիջապես գնացել են բոլոր դեսպանատներին, դեսպանները աշխատել են իրենց երկրներում։ Եվ արդյունքը։ Արդյունքը նա է, որ մենք պետք է արձանագրենք մեկ բան, որ ըստ էության բացառությամբ Թուրքիայի, Պակիստանի եւ իսլամական կոնֆերանսիայի վերջի հայտարարության, որ միանշանակ է եղել արձագանքը ու բավականաչափ արագ։ Արձագանքի իմաստը եղել է նա տարբեր պաշտոնյայի միջազգային կազմակերպությունների, որ անհապաղ վերջ դնել այդ ռազմական գործողությունների եւ խնդրի խաղաղ կարգավորումը այլն դրանք չունի։ Բնական է, մենք կցանկանայինք, որ ավելի հասցեագրված նշվեր նա, ով որ խախտել է այդ 94 թվականի զինադատարը։ Պարոն Քոչարյան, կարելի է ես մատնանշեմ մի քանի բաներ, որոնք նշում էր, որ պետք է արվեր եւ չի արվել արտգործնախարարության կողմից։ Տեսեք, օրինակ հայտնի են լրագրողական առումով հայտ ասեմ, հա, երբ որ միջազգային ինչ-որ լրատվամիջոցների ներկայացուցիչ լրագրողներ էին Ղարաբաղ գալիս, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքում էր։ Մեր դեպքում կարծես այդպիսի անուղղակի արձագանք չկար, ասեմ ինչ տեսակ արձագանք ենք ակնկալում։ Օրինակ, այդ մասին խոսել են իդեպ նախկին արտգործնախարարները, որ ճիշտ կլիներ, որ արտգործնախարարությունն էլ իր հերթին մամուլի կենտրոն բացած լիներ, որը 24 ժամյա ռեժիմով կաշխատեր, որ այն տեղեկատվությունը, որ տալիս էր մասնավորապես պաշտպանության նախարարությունը, տարածվեր արտգործնախարարության կողմից, տրամադրեր դրա միջազգային լրագրողներին, ապահովեր նրանց մեկնումը Ղարաբաղ, տարբեր տեղեր նկարահանումներ կատարել, ինչպես դա անում է իդեպ Ադրբեջանը, եւ այն ինֆորմացիան, որ ունենք, տարածվեր տասնյակ լեզուներով աշխարհում եւ սա կլիներ բաց գործունեություն։ Եկեք ես արդեն կոնկրետ խոսեմ։ Մեզանում իրոք հենց 24 ժամյա ռեժիմով աշխատել է եւ աշխատում է մամուլի ծառայությունը։ Ամեն օրվա ամբողջ մամուլի վերլուծությունները ուղարկվում են թե կառավարություն, թե ազգային ժողով, թե նախագահի աշխատակազմ։ Սա մեկ։ Արվում է դա 10-ից ավելի լեզուներով, ներառյալ թուրքերեն եւ ադրբեջաներեն։ Բոլոր այն այցերը, որոնք եղել են լրագրողների, բնական է այդտեղ իր դերակատարությունը ունի եւ արտաքին գործերի նախարարությունը եւ մեր դեսպանատները կազմակերպվել են դուրսը բազմաթիվ հերոստա տարբեր ռեպորտաժներ, ավելին այն բոլոր ելույթները, որոնք ունեցել են թե Հայաստանից, եղել են թե Հայաստանից, թե Արցախից, այստեղ անմիջական աշխատանքն է եղել արտգործնախարարության։ Այնպես որ այդ տեսակետից այն ինչ որ տեղադրված է կայքում, ասենք թե Ղարաբաղի պաշտպանության բանակի կամ մեր պաշտպանության նախարարության, բնական է այդ բոլորը նաև համապատասխան, եթե պետք է ձևափոխվել է, ներառվել է մի ընդհանուր փաստաթղթի մեջ, որը տարածվել են փաստաթղթեր եւ ՄԱԿ-ում, եւ ԵԱԿ-ում, եւ ըստ էության բոլոր միջազգային կազմակերպություններում, իսկ մարդասիրավական իրավունքի, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ այն աղաղակող փաստերը բնական է եւս տարածվել են։ Այենց այդ մասին էլ կա դիտողություն, որ քանի որ այդ ադրբեջանական կողմը տեսեք գլխատեցին, մի քանի դեպքեր եղան հայ զինծառայողի, խոշտանգեցին եւ սպանեցին խաղաղ բնակչությանը, ռմբահարել են նաեւ գյուղեր, դպրոցներ եւ այլն, որ այս փաստերը պետք է բոլոր ատյաններով, գիտեմ որ արդեն ասել եք, որ արտգործնախարարությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն
գույն հանձնակա, բայց տեսեք, կան բան, որ կարելի էր ագրեսիայի, ռազմական հանցագործության եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների այս մասերով դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ անհատական դիմումներ եւ միջազգային քրեական դատարան, իհարկե գիտեմ, որ այս կա վերջինի կապակցությամբ խնդիր կա։ Տեսեք, ինչ կապված է միջազգային կառույցների հետ, ամենուրեք տարածվել է։ Օրինակի համար նաև դրա մասին հայտարարվել է, խոսվել է տարբեր միջոցառումների մասին։ Օրինակի համար մեր դեսպանը ԵԱԿ-ում Արման Կիրակոսյանը իր ելույթում ուղղակի այդ բոլոր փաստերը շարադրել է։ Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, դա մի քիչ առանցին հարց է, եկեք երկարաժամկետ եւ միայն նախարարության խնդիրը չի, այո։ Բնական է։ Իհարկե, համապատասխան աշխատանք կատարվում է տարբեր պետական կառույցների կողմից, լինի դատախազություն, քննչական կոմիտե, արդարադատության նախարարություն, ԱԳՆ-ի ներգրավվածություն, որպեսզի այդ բոլոր փաստերի հիմի բերվեն, որպեսզի ապագա քայլերը որոշվեն։ Բայց մեր մասով մենք հնարավորինս իրականացրել ենք։ Եկեք մի անցնենք հիմա մեր զրույցի երկրորդ հատվածին, որ վերաբերում է նրան, որ ինչ որ բացահայտվեց այս ընթացքում, օրինակ միայն Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից, Լավրովի հարցազրույցից պարզվեց, որ արդեն իսկ կարելի է ասել, Բաքվում որ ասեց, կողմերը արդեն շատ մոտ էին ընդունելու առաջարկները, ինչպես հետո պարզվեց, խոսքը Կազանի փաստաթղթի մասին էր, որ 2011-ին առաջարկվել էր եւ այստեղ կարծես թե ուզում եմ ճշտել, այստեղ Հայաստանը համաձայնել էր հետալ այս ԼՂՀ-ի կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը։ Նույն ասենք նրանից, որ Հայաստանը ոչ այդպիսի լիազորություն ունի իրավասություն, որ Ղարաբաղի փոխարեն որոշի հետ տալ, հետ չտալ։ Դա աքսիոմ է։ Այլ խնդիր, որ քանի որ դեռ լիարժեք չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացին, մենք այդ գործընթացը չընդհատելու համար մասնակցում ենք։ Ինչ էր ենթադրում Կազանյանը։ Դուք հիշում եք, որ Մադրիդյան փաստաթուղթը, որ ներկայացվեց, կողմերը տվյալ պարագայում ոչ երեք կողմը, այլ Ադրբեջանը եւ Հայաստանը ընդունեցին այդ փաստաթուղթը որպես հիմք բանակցությունների համար։ Կազանը ենթադրում էր, որ այդ նույն սկզբունքները որոշակի ձևափոխումներով այդ նույն փաստաթուղթը պետք է արդեն ընդունվեր ոչ թե որպես հիմք բանակցությունների համար, այլ պետք է հաստատվեին այդ մոտեցումները, որը ենթադրում էր, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ասում էին համաձայն ենք, պետք է լիներ Ղարաբաղի համաձայնություն։ Եվ միայն Ղարաբաղի համաձայնության պարագայում երեք կողմերը միասին պետք է սկսեին արդեն մշակել այդ ընդհանուր քաղաքական համաձայնագիրը։ Ուրեմն տեսեք, երբեք հարցադրում, որ Հայաստանը կարող է համաձայն լինել կամ չլինել, գոյություն չունի։ Այդ դեպքում ես նորից հարցեմ, Լավրովը ասում է կողմերը մոտ էին այդ առաջարկները ընդունելուն։ Մոտ էին այն առումով, որ տվյալ պարագայում անհրաժեշտ էր, որ համաձայնություն տար Հայաստանը, համաձայնություն տար տվյալ պարագայում սկզբունքները հաստատեր, ավելի ճշգրիտ արտահայտվեմ, Հայաստանը, Ադրբեջանը, որից հետո Ղարաբաղը, որ արդեն շարժվեին առաջ, բայց քանի որ Ադրբեջանը այնտեղ ըստ էության համաձայնեցված մոտեցումը մերժեց, ամեն ինչ կանգ առավ։ Տեսեք, արդյոք ոչ բավարար ինչ-որ ոչ իրենց գործառույթների, հա, թե ոչ բավարար իրազեկվածության հետևանք էր այն հայտարարությունը, որ Երևանում միջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պապովը, լսենք։ Хочу подчеркнуть, что в наш мандат не входило проведение расследования, кто первый начал и кто ответственный. Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն անցկացնելու պարտավորություն, թե ով էր առաջինը սկսել եւ ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Մեր զրույցների հիմնական եզրակացությունն այն էր, որ կողմերը մտադիր են, առնվազն ցուցաբերում են պատրաստակամություն պահպանել հրադադարը, որը ձեռք է բերվել երեքշաբթի Մոսկվայում։ Сохранять перемирие, которое было достигнуто во вторник в Москве. Սա պատասխանից խուսափելու ձև էր, թե չասել, թե ում մեղքով էր այս ամեն ինչը, թե ինչ-որ այլ դրդապատճառ կա։ Իրականում նա արձանագրեց այն իրավիճակը, որ քանի դեռ չկա այդ հետաքննության մեխանիզմը ներդրված չի, ապա իրենք այդ առումով
այսօր դեռ չունեն այդ մանդատը։ Այսինքն, հենց որ այդ հետաքննության մեխանիզմը լինի, ապա բնական է արդեն հետաքննության մեխանիզմի համապատասխան քննության արդյունքում դա կֆիքսվի։ Իհարկե մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում անհնարին է, որպեսզի այն գերտերությունները, որոնք ունեն համապատասխան արբանյակային հնարավորություններ եւ այլը, չիմանան ով է դա արել։ Ինչի մասին Մեդվեդևն էր խոսում։ Ու այդ պետությունների թվում են բնական է նաեւ համանախագահ երկրները։ Այսինքն նույնիսկ եթե մենք այդ մի կողմ տնենք տեխնիկական հնարավորությունները պարզվելու ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, ով է նախաձեռնել դա։ Ամբողջ նախապատմությունը բոլոր Ադրբեջանի միջև այդ քայլերը նույն հետաքննության մեխանիզմի հրաժարվելը եւ այլը միանշանակ հուշում են, որ դա արել է Ադրբեջանը, ավելին հայկական կողմերին այս բaragայում ամենևին պետք չէ որ իրենք սկսեին այդ ռազմական գործողությունները։ Ինչ անկյալ փոքրիկ հարց է, նախկին համանախագահողներից մեկը ամերիկացին համանախագահ Մեթյու Բրայզեն այս օրերին Washington Post-ում հրապարակված իր հոդվածում պնդում էր, որ ես պարզապես զարմացած եմ այս օրերին Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև համագործակցության բացակայությունից։ Մինսկի խմբում շրջանակները ջանքերը մեկտեղելու փոխարեն Պուտինը միայնակ է գործում։ Իրոք այդպես է, թե սա մի քիչ ինֆորմացիայի պակաս է։ Բրայզեն նույնիսկ համանախագահ լինելու ժամանակ այնքան հակասական բաներ էր ասում, հետո ինքը իրան մերժում, որ ես ուղղակի կհրաժարվեմ Մեթյու Բրայզային մեկնաբանելուց, առավել եւս որ նախագահի պաշտոնից հետո ինքը շատ բացահայտ բազմաթիվ պրոադրբեջանական հայտարարություններ Շատ լավ։ Դուք հետևում եք իսկ նաև թե ինչպես է սա շատ անթակույց երևում է ռուսական լրատվամիջոցների, նաև առաջատար վերլուծաբանների, բան որ այս ամեն ինչի պատասխանատուն դիտել ավելի շատ սլակները ուղղել դեպի Թուրքիան։ Տեսնում եք այդ միտումը։ Այո, ռուսական լրատվամիջոցներում այդ գիծը երևում է, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ այստեղ հիմնական պատասխանատուն հենց Ադրբեջանն է, այլ բան որ Թուրքիան լիովին սատարում է Ադրբեջանին եւ նորից քրկնում ըստ էության միակ պետությունն է, նաեւ Պակիստանը դրան միացավ, բայց ոչ այդպես ակտիվ ձևով, որը ի հակառակ այդ ամբողջ միջազգային հանրության դիրքորոշմանը կոչերին ըստ էության հակառակը հրահրում էր այդ ռազմական գործողությունը։ Իդեպ այս կապակցությամբ դուք հիշատակեցիք Իսլամական համագործակցության կազմակերպության 3 ընդունած հայտարարությունը, նրանք հիմա ինչ որ որոշում են ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային մի խումբ ձևավորել, ինչ որ դերակատարում այս խումբը ինչ կարող է ունենալ։ Դե այդ կոնտակտային խումբը նույն Թուրքիան ու Ադրբեջանը պետք է իրար այդ կոնտակտի մեջ մտնեն, փորձեն եւս մի քանի պետություններ գրավել, բայց դա որևէ բան չի փոխի։ Այդ կոնտակտային խումբը ոչ մանդատ ունի, ոչ ի վիճակի է որևէ ձևի ազդելու այլ բան։ Գիտեք ինչն է, այստեղ մտահոգիչ, որ այդպիսի այդ նմանատիպ ձևակերպումները, որոնք հայտնվում են իսլամական կոնֆերանսի այդ փաստաթղթում, ըստ էության դա Ադրբեջանը ընկալում է որպես քաջալերում իր ապագա հնարավոր ռազմական սադրանքների, ինչպես նաև իր ջանքերի հաղորդել այս հակամարտությանը կրոնական բնույթ։ Այդ դա է մտահոգիչ, որովհետև ըստ էության ինքնին փաստաթուղթը հասկանալի է, որ բազմաթիվ նաև մենք բարեկամ մահմեդական երկրներ ունենք, որոնք չէին ցանկանում, որ այդպիսի ձևակերպումներ լինեն, բայց այնտեղ է արդեն ընդունված այդ ավանդույթի, գործառույթների, եսիմինչ կանոնակարգի շնորհիվ իրենց հաջողվում է Թուրքիային եւ Ադրբեջանին այդպիսի ձևակերպումներ ներառել ու վտանգը առաջին հերթին հենց դա է Ադրբեջանի այս դիրքորոշումը, որովհետև ինքը հանդիպեց համընդհանուր, այսպես ասած, հակազդեցության իր այդ քայլի եւ վերջապես գտավ այն կազմակերպությունը, որի վրա կարա հաղում անի, որը իրին քաջալերում է։ Տեսեք, հակազդեցություն առաջացավ մեր շրջանակների կողմից Հայաստանի կարելի ասել գրեթե բոլոր այն հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին եւ այս կապակցությամբ ելի մեկ անգամ եւս մեջ բերեմ են հայտարարությունը, որ արեց Ռուսաստանի փոխվարչապետ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռագոզինը, ասելով որ հենց որ մենք այստեղից հեռանանք, հենց որ դադարենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործընկերը լինել, այստեղ կհայտնվեն քաղաքականության մեջ շատ ավելի արեստավարժ տղաներ, դե իհարկե չակերտավորին ասել էր, եւ այստեղ իրական ջարդ կկազմակերպեն կրկին մեր սահմանների մոտ եւ հսկայական թվով զոհերով մատակարարելով հարձակման գրոհի համար նախատեսված զինամթերք։ Շատ էլ չէր տարբերվում այն հայտարարությունից, ինչ որ հետո արեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, լսենք։
Если мы себе представим на минутку, что Россия отказалась от этой роли, мы же прекрасно понимаем, это место пустым не будет. Պատկերացրեք մի պահ, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ համաձայնագրերից։ Մենք հասկանում ենք, որ այդ բացը երկար չի մնա։ Զենք ուրիշ երկրներից կգնեն։ Դրանից այդ զենքի վնասը չի նվազի, իսկ սրա հետ մեկտեղ կարող է խախտվել բալանսը, որն այսօր Մեդվեդևի կարծիքով առկա է։ Мы понимаем, каковы запросы наших партнеров. Մենք հասկանում ենք, թե ինչ պահանջ ունեն մեր գործընկերները, հասկանում ենք, ինչպիսին է ուժերի համադրությունը տարածաշրջանում։ Դրա համար ես վստահ չեմ, որ եթե լինեն զենքի ուրիշ մատակարարողներ, իրավիճակը կբարելավի, հակառակը այն կարող է ավելի բարդանալ։ Փորձագետներից մեկը սա համեմատել էր հանցագործի պատճառաբանության հետ, որն ասում է, եթե ես չանեի, ինչ որ ուրիշ մեկը կաներ։ Գիտեք խնդիրը որն է, քանի որ խոսքը գնում է համանախագահող երկրի մասին, տվյալ պարագայում, որը ինչպես նաև երկու այլ համանախագահողներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ապա արժե հիշել, որ իրենց հիմնական առաքելություններից մեկը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, կայանում է նրանում, որպեսզի պահպանվի խաղաղությունը, ցանկացած կետում, այդ թվում նաև Ղարաբաղում։ Այդ տեսակետից խնդիրը ոչ թե կայանում է նրանում, ով կմատակարարի, ով չի մատակարարի, այլ խնդիրը լրիվ այլ դաշտում է։ Հենց այդ երեք համանախագահող երկրները, ունենալով բավականին ազդեցիկ լծակներ, պետք է հասնեն նրան, որ ընդհանրապես ոչ ոք չմատակարարի։ Այսինքն զենքի մատակարարումը այն տարածաշրջան, որը հղի է կոնֆլիկտով, այսինքն ռազմական գործողությունները ուղղակի պետք է դա արգելվի։ Այսա պետք է լինի համանախագահների նպատակը։ Իսկ հակառակ դեպքում, եթե չկա այդպիսի արգելք, միշտ էլ կարելի է ասել, եթե սա չմատակարարի, նա կմատակարարի։ Եվ այս համատեքստում ինչպես եք վերաբերում նաև Ռուսաստանի նախագահ Պուտինի ասուլիսում տրված հարցին պատասխան արած հայտարարությունը, որը ճիշտ է խոսում էր այն մասին, որ այս հարցում մենք պետք է առաջնորդվենք մի վնասիր սկզբունքով, բայց այնուամենայնիվ, ինչպես նկատել էր Ժողովուրդ օրաթերթը իր խմբագրականում, այդ սկզբունքի գործադրումը հատկապես վերջին օրերին զգացինք, երբ ռուսական զենքից սպանվեցին տասնյակ հայ զինվորներ, եւ ինչն է զարմանալին, որ փաստորեն Ռուսաստանը այդ մատակարարումը իր դաշնակցին չվնասելու սկսել էր հենց այն ժամանակ, որը ինչպես հիմա պարզվում է, որ հենց այն ժամանակ, երբ որ իրենց իսկ բնութագրման մոտ էինք արդեն դաշնք համաձայնության հասնելուն 2011-ին հունիսին Կազանում։ Նախ եկեք մի բան արձանագրենք, որ մեր հանրության մեջ մեկ գիտեք շատ են այսպես ասած հույսը դնում օտարի վրա։ Խնդիրը որն է։ Ամեն մի երկիր առաջնորդում է առաջին հերթին իր շահերով։ Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Այո, մենք իր հետ ունենք պայմանագրային բազա եւ այլ, բայց դա չի նշանակում, որ Իրանից պետք է պահանջել, որ ինքը սև ու սպիտակով նայի։ Այսինքն ցանկացած քո հակառակորդ պետք է իր հակառակորդը դառնա, այսինքն իր ապոր քայլերը պետք է քո շահերի հետ համընկնեն ամենևին։ Բայց հնարավոր չէր ակնկալել են, ինչ որ անում է Եվրոպան, պարոն Տոնոյանը պաշտպանության փոխնախարարը ասաց, իրենք զենք չեն վաճառում, Միացյալ Նահանգները չի վաճառում, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշտում։ Եթե մենք խոսում ենք Եվրոպայի, ՆԱՏՕ-ի մասին, ապա այնտեղ էլ կան լրիվ տարբեր մոտեցումներ, լավ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ ՆԱՏՕ-ի անդամ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թուրքիայի քաղաքականությունը այդ քրդերի հանդեպ բնական է ոչ միայն դրան չի սատարում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ճիշտ հակառակը եւ քննադատում է եւ հակառակ քայլերի անում։ Այնպես որ իմ ասածը որն է, պետությունները առաջնորդվում են իրենց շահերով, մենք չպետք է ունենանք ավելորդ սպասելիքներ, որպեսզի հետո լինի հիասթափություն։ Այսինքն Ռուսաստանը առաջնորդվում է իր շահերով, իր շահերից է բխում, այն էլ այս պայմաններում, երբ որ ինքը տնտեսական շրջապատումն չէ, որոշակի առումով նույն զենքի մատակարարումը գումարներ կորցրել։ Դա մենք պետք է հստակ գիտակցենք, հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել այն վիճակում, որ մենք մեր հույսը դրել ենք ուրիշի վրա, մեր հույսը պաշտպանության հարցերում մենք առաջին հերթին պետք է դնենք մեր վրա։ Դրա մասին ասվել է եւ մինչեւ այս վերջին իրադարձությունները եւ այս իրադարձությունները առավել եւս դա ապացուցեն։ Ինչ վերաբերում է զենքի մատակարարումն Ադրբեջանին, դա իհարկե բարձրաձայնվել է եւ մինչ այս իրադարձությունները այդ մեր նախագահի կողմից հապկում բոլորս ենք հիշում, դրա մասին բազմիցս ասվել է, բայց մի բան է այդ բոլորը ասել է, այլ բան է գիտակցել ինչու է դա Ռուսաստանը անում։ Եվ
Եվ մենք պետք է նորից փողի կոմերցիոն նպատակներով առևտրային։ Գիտեք ինչ, ոնց ուզում են դա ձևակերպեն, իհարկե տվյալ պարագայում մենք տեղ ունենք մեր դժգոհությունը հայտնելու։ Շատ լավ։ Եվ մեր զրույցի վերջում կուզենայի անդրադառնալ մի այսպիսի հանգամանքի։ Շատ շատերը եւ երկրի նախագահ, իդեպ նաեւ դուք վերջերս հարցազրույցում ասում եք, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան շուտ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին, այնքան ավելի արդյունավետ կընթանա բանակցային գործընթացը։ Բայց եկեք հիշենք, թե ինչ վկայեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այն մասին, թե ինչպես հասան այս կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, լսենք։ Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունը այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում եւ նաեւ պայմանավորվածության շրջանակներում երևի թե բանակցային այս արկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք, բայց մեր բոլորիս համար հասկանալի է, որ մենք բոլորս ձգտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ մաս կազմի նաև բանակցային գործընթաց։ Նպատակահարմար չէր, այսինքն այս շանսեր, որ նաև գուցե ոչ այնքան լավ իրավիճակում կընտրեք։ Դա բանավոր պայմանավորվածություն էր, որը ընդամենը ուղղված էր 94 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի ռեժիմի վերականգնմանը։ Այսինքն մենք ունենք զինադադարի մասին անժամկետ պայմանագիր, եռակողմ, տվյալ պարագայում տեղի են ունեցել ռազմական գործողություններին սկսվել եւ պետք է դա կանգնեցնել, դա պայմանավորվածություն է։ Այլ ոչ թե դա պայմանագիր է, եթե դա լիներ պայմանագիր, լրիվ այլ խնդիր, բայց հայկական կողմերը ամենևին հակված չեն նոր պայմանագրի, կա 94 թվականի պայմանագիրը եւ նա պետք է հարգվի։ Ավելին կան դրանից հետո 95 թվականի պայմանագիրը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդելու մասին եւ կան նույն 94 թվականի պայմանագիրը, որը շատ հստակ ասում է, որ այդ ռեժիմը պետք է գործի մինչ մեծ պայմանագրի ստորագրումը կրկին եռակողմ հաստատում, որտեղ կա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Ղարաբաղի ստորագրությունը։ Վերջին հարցը, որ թերևս բոլորիս է հուզում, հա, ձեր կանխատեսմամբ, ձեր գնահատմամբ, որքանով ամուր է այս պայմանավորվածությունը արդյոք։ Գիտեք, դժվար է ասել։ Տեսեք, եթե զինադադարի մասին պայմանագիրը, որը միջազգային պարտավորություն է, այսինքն դա խախտել հենց ագրեսիա է։ Եթե դա է խախտվել, ապա բանավոր պայմանավորվածությունը բնական է դա էլ կարող է խախտվել։ Այդ տեսակետից իհարկե այստեղ շատ կարևոր է եւ այն ճնշումը, որը իրականացնում է միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ եւ նաեւ մեր պատրաստներն եւ ավելին ասեմ, այնուամենայնիվ այն ցանկությունը բլիցկրիգ իրականացնելու ձախողվեց։ Այսինքն այդ տեսակետից Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին։ Եվ վերջին ես մի բան էլ ավելացնեմ, ես ուղղակի ուզում եմ հիացմունք հայտնեմ, գիտեք ինչ, այն միասնականության վերաբերյալ, որը մենք տեսանք թե Հայաստանում, թե Արցախում, թե Սփյուռքում, օրինականապես էին մեր դիվանագիտական ներկայացությունները, բազմաթիվ մարդիկ էին գալիս, պատրաստ էին եւ որպես կամավոր մեկնելու եւ աջակցություն ցուցաբերելու, գիտեք ինչ, որպես 88 թվականի շարժման ներկայացուցիչ ես զգացի այդ շունչը եւ շատ կարեւոր է որ դա պահպանվի, դա ամենևին չի նշանակում որ պետք չի վերլուծել, ինչ է տեղի ունեցել, պետք չի այսպես ասած դասեր քաղել։ Իհարկե պետք է դասեր քաղել, պետք է վերլուծել, պետք է տեսնել, որտեղ մենք ունենք թերացումներ, բայց մյուս կողմից չկորցնենք, չփոշիացնենք այդ ոգին, այդ միասնությունը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի հյուրն այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանն էր։ Զրույցը վարեց Աննա Իսրայելյանը։